Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր փետրվարի 21։ Եվ Եհովան ասեց Մովսեսին. իջիր ժողովրդին պատվիրիր, միգուցե սահմանիցն անցնեն Եհովային տեսնելու համար, և նրանցից շատերը կորչեն։ Ելից 19-րդ գլուխ 21-րդ խոսք։ Երբեք այսպիսի քարոզ չի քարոզվել ոչ նախկինում, ոչ էլ դրանից հետո, ինչպես սա, որը քարոզվեց անապատում գտնվող եկեղեցուն։ Կարելի է ենթադրել, որ սարսափները կխանգարեին մարդկանց ինքնահավանությանը և հետաքրքրասիրությանը, բայց քնած մեղավորի կարծր սիրտը կարող է խաղալ ամենասարսափելի սպառնալիքների և դատաստանների հետ։ Աստծուն մոտենալով մենք երբեք չպետք է մոռանանք նրա սրբությունն ու վեհությունը, ոչ էլ մեր սեփական ստորությունն ու անպարկեշտությունը։ Մենք չենք կարող դատվել նրա առջև համաձայն նրա արդար օրենքի։ Դատապարտված մեղավորը հարցնում է. «Ինչ պետք է անեմ, որ փրկվեմ»։ Եվ նա լսում է պատասխանը. «Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, և դու կփրկվես»։ Սուրբ Հոգին, ով ստեղծեց օրենքը մեղքը դատապարտելու համար, այժմ վերցնում է Քրիստոսի խոսքերը և հայտնում մեզ։ Ավետարանում մենք կարդում ենք, որ Քրիստոսը փրկագնեց մեզ օրենքի անեծքից, դառնալով մեզ համար անեծք։ Մենք ունենք փրկագնում և մեղքերի թողություն նրա արյան միջոցով։ Նրա միջոցով մենք արդարացվում ենք այն ամենից, ինչից երբեք չէինք կարող արդարացվել Մովսեսի օրենքով։ Սակայն Աստծո օրենքը մնում է անսասան որպես կյանքի կանոն։ Աստծո Որդին իջավ երկնքից և կրեց աղքատություն, ամոթ, տառապանք և մահ ոչ միայն մեզ փրկագնելու դրա անեծքից, այլև մեզ ավելի ամուր կապելու նրա պատվիրանները պահելու հետ։